Valar Margulis ընկերներ, եւ այսպես այսօր խոսելու ենք Տարգարյան թագավորական դինաստիայի 11-րդ ու ամենահիմար թագավորի մասին, Վիզերիս II Տարգարյանի ու Լարա Ռոգարեի ավագ որդի, Էյմոնի ու Նեյրիսի եղբայր, ամենամեղսագործ, անհաշվենկատ, անհեռատես ու տխմար թագավորը, որ տեսել է Վեստերոսը, անարժան մականունը կրող, մեծն բաստարդների հայր, 4-րդը իր անվամբ, Էյգոն անարժան Տարգարյան, Ես ատան եմ, գնացինք։ Եվ այսպես ԵԳՀ 172 թվականին Վիզերիս II Տարգարյանի մահից հետո գահն անցնում է նրա ավագ որդուն, ու լեգենդար Էյգոն անունը կրողը վերցնում է երկաթե գահը, որի մասին երազել էր դեռ մանկուց։ Երիտասարդ տարիքում Էյգոնը հրաշալի տիրապետում էր նետ ու աղեղին, սրին, սիրում էր խնջույքներ ու որս։ Իր սերնդի ամենասրամիտ արքայազնի միակ խնդիրը սեփական ցանկությունները կառավարել չկարողանալն էր։ Մեստերկայետը գրում է. Էյնիսը թույլ էր, Մեեգորը դաժան, Էյգոն II-ը փառասեր, սակայն ոչ մի թագավոր Էյգոն IV-ից ոչ առաջ ու ոչ էլ հետո այդքան անօրինություններ իրեն թույլ չէր տվել։ Էյգոնը արտաքնապես բավականին գեր էր, իր մեծ ախորժակի պատճառով, վալիրական մանուշակագույն աչքերը թաքնվում էին հաստ այտերի մեջ, ոտքերը չափազանց թույլ էին պահելու համար նրա հսկա փորը։ Երկար մորուքով փորձում էր թաքցնել այտերն ու երկշերտ դունչը, սակայն ապարդյուն, գլխին ոսկեգույն վիշապներով զարդարված մեծ թագն էր, իսկ գլխի մեջ ոչինչ։ Իր մտերիմներին այս անարժան թագավորը նույնպես ընտրում էր տարօրինակ կերպով, նրա կողքին մնում էին ոչ թե ազնիվ, խելացի ու հավատարիմ մարդիկ, այլ բոլոր նրանք, ովքեր գովերգում ու ուրախացնում էին նրան։ Պալատի կանայք նույնպես բավարարում էին թագավորի բոլոր պահանջները։ Շատ հաճախ Էյգոնն այնպիսի որոշումներ էր ընդունում, որոնք զայրացնում էին լորդերին եւ ուրախացնում թագավորական հաստ հետույքը։ Օրինակ ծիծիկներ կոչվող լեռները Էյգոնը վերցրեց բրակեններից եւ տվեց Բլեքֆուտներին։ Չտապեք ինձ մեղադրել կոպտության մեջ, այդ լեռների մասին մանրամասն խոսել եմ գետային տարածքների մասին պատմող տեսանյութի ընթացքում։ Ամենատարօրինակ քայլերից արժե նաև հիշել, թե ինչպես թագավոր Էյգոն IV անարժանը վիշապի ձու նվիրեց իր աջ ձեռք լորդ Բաթերվելին, դրա դիմաց պահանջելով լորդի 3 կույս դստրերին։ Առհասարակ Էյգոնը սիրում էր ուրիշի ունեցվածքին տիրանալ։ Ասում էին, որ Էյգոնը երբեք միայնակ չի քնում եւ ամեն գիշեր նրան կողակցում են լրիվ տարբեր կանայք։ Իր սեռաքաղցությունը թագավորը բավարարում էր բացարձակ յուրաքանչյուր կնոջ հետ, բարձրաշխարհիկ արքայադստրերից մինչև ամենավերջին պոռնիկը, առհասարակ նրանց մեջ տարբերություն չդնելով։ Իր խոսքերով ամբողջ կյանքի ընթացքում Էյգոնն ունեցել է ավելի քան 900 կին, կոնկրետ թիվը ինքն էլ չի հիշում, սակայն դրանցից նա սիրել է միայն 9 կնոջ, իր օրինական կին ու քույր Նեյրիսը այս թվերի հետ կապ չունի։ Այս 9 կանանցից համարյա յուրաքանչյուրը բաստարդներ ուներ թագավորից, սակայն ժամանակի ընթացքում նրանց գոյությունը հոգնեցնում էր Էյգոնին ու նա վտարում էր այդ կանանց։ Ամենահայտնի բաստարդին ծնել է այն կինը, ում դժվար կարելի էր կոչել ուղղակի սիրուհի, արքայադուստր Դեենա Տարգարյան։ Դեենան իր բաստարդին կոչեց Դեյմոն։ Այս տղան ծնվել է ԵԳՀ 170 թվականին ու ստացել Ուոթերս ազգանունը, մայրաքաղաքի բոլոր բաստարդները կրում էին հենց Ուոթերս ազգանունը։ Սկզբնական շրջանում Դեենան հրաժարվում էր նշել հոր անունը, սակայն ի սկզբանե բոլորը կասկածում էին, որ Դեյմոն Ուոթերսի հայրը այդ ժամանակ դեռ արքայազն Էյգոնն էր։ Գեղեցկադեմ Դեյմոնը մեծանում է Կարմիր ամրոցում, նրան կրթում են այդ ժամանակվա լավագույն մեստերներն ու զինակիրները, իսկ մարտարվեստի հետ Դեյմոնը ծանոթացավ անձամբ Կվենտին Բոլի կողմից, ավելի հայտնի որպես Հրեգունդ։ Երբ Դեյմոնին հաջողվում է հաղթել զինակիրների մրցույթում, Էյգոն IV անարժանը խոստովանում է, որ վերջինս հենց իր որդին է։ Հենց նույն օրը թագավորի ձեռքով Դեյմոն Ուոթերսը կնքվում է որպես ասպետ 12 տարեկան հասակում, բայց դրանով թագավորը նույնպես չի բավարարվում։ Հիացած լինելով իր բաստարդով թագավորը անում է երևի թե ամենասխալ քայլերից մեկը։ Նա Դեյմոնին է տալիս Տարգարյան տան ընտանեկան վալիրիական սուրը, սև կրակը, որը կրել էր Էյգոն առաջինը։
Հենց սրի անունը Դեյմոնը վերցրեց որպես ազգանուն՝ Սև կրակ, Blackfire, ու կոչվեց նա Daemon Blackfire, ու ստեղծվեց Targaryen տան ամենադաժան ճակատագիրն ունեցող ճյուղը։ Daemon Blackfire-ն ինձ համար կոնկրետ ամենասիրելի կերպարների ցուցակում առաջինն է, նրա մասին առանձին տեսանյութի հղումը կարող եք գտնել նկարագրության մեջ, իսկ մենք շարունակենք։ Թագուհի Նեյրիսը միակ կինն էր, ում հետ Էյգոնը քնում էր տհաճությամբ։ Թագուհի հիվանդությունը թույլ չէին տալիս Էյգոնին վայելել այդ կնոջը ինչպես ինքն էր ուզում։ Երբ Նեյրիսը 153 թվականին լույս աշխարհ բերեց Դեյրոնին, մեյստեր Ալֆորդն ասաց, որ հաջորդ ծննդաբերությունը կարող է սպանել թագուհուն։ Նեյրիսը ասաց իր ամուսնուն. «Ես կատարեցի իմ պարտքը, ես պարգևեցի քեզ որդի, աղաչում եմ, այսօրվանից հետո ապրենք որպես քույր ու եղբայր», ինչին Էյգոնը պատասխանեց. «Մենք հենց այդպես էլ ապրում ենք», ու մինչև Նեյրիսի կյանքի վերջ ստիպեց կիսել անկողինը իր հետ։ Սակայն բոլորն էլ գիտեին ու տեսնում էին, որ թագուհի Նեյրիսը փոխադարձաբար սիրում էր Էյգոնի եղբորը՝ Էյմոնին։ Բոլորը տեսնում էին նաև, որ Էյգոնը նյարդայնանում էր այդ փաստից ու շատ հաճախ նեղացնում էր թե եղբորը և թե կնոջը։ Էյմոնը մահացավ հենց Նեյրիսին պաշտպանելու արդյունքում, իսկ Նեյրիսն ավելի ուշ ծննդաբերելու ժամանակ, սակայն Էյգոնը ժպիտով ու ծիծաղով ճանապարհեց երկուսին էլ։ Վեստերոսը անհանգիստ վիճակում էր, այդ անհանգստությունը սրվեց հատկապես այն ժամանակաշրջանում, երբ միակ օրինական որդի Դեյրոնը մեծացավ։ Նա դեմ կանգնեց հոր այն մտքին, որ պետք է հարձակվել Դորնի վրա, այն էլ առանց պատճառի։ Շատ անգամներ Էյգոնը սպառնում էր որդուն, որ գահը կժառանգի իր բաստարդներից որևէ մեկին։ Քրոջ ու եղբոր մահից հետո Էյգոնը հայտարարեց նաև, որ Դեյրոնն ինքն էլ է հենց բաստարդ, ու պալատականները մեծ սիրով տարածեցին այդ լուրը։ Մեծանալով ու հասունանալով Դեյրոնը դարձավ ամենաառաջին վտանգը հոր անմտածված քայլերի դեմ։ Չնայած սպառնալիքներին, սակայն Էյգոնը այդպես էլ չփոխեց իր ժառանգին։ Երևի թե հոգու խորքում դեռ մի փոքր ամոթ ու պատիվ էր մնացել։ Երկիրը կարելի է ասել բաժանվեց երկու մասի։ Լորդերի մեծամասնությունն, ինչպես նաև ամբողջ Դորնը կանգնեց Դեյրոնի կողքին։ Դեյրոնի կինը Միրիախ Մարտելն էր, կամ Մարիա Մարտելը, այս կերպարը տարբեր աղբյուրներում տարբեր անուններով է հանդես գալիս։ Սակայն Դեյրոնի հայտնիությունը չխանգարեց Էյգոնին դուրս գալ Դորնի դեմ։ Ի ուրախություն, սակայն Վեստերոսի Դորնի կողմն ուղարկված նավատորմը կործանվեց 174 թվականին փոթորկի մեջ։ Հարկ է հիշել նաև այն 9 կանանց, ում թագավորը իբր թե սիրել է։ Լեդի Ֆալենա Սթոքֆորդ։ Հենց այս լեդին է արքայազն Էյգոնին դարձրել տղամարդ 14 տարեկան հասակում, սակայն զավակներ թագավորին պարգևել Ալենան չի կարողացել։ Մեգետա, ավելի հայտնի որպես Գեղեցկուհի Մեգ, Դարփնի կին, ում Դարփինը համաձայնվեց զիջել թագավորին 7 ոսկե վիշապի դիմաց։ Մեգը թագավորին պարգևեց 4 դուստր։ Լեդի Կասելա Վեյթ, Դորնական լորդի դուստր, ում Էյգոնը իր սիրուին դարձրեց Դեյրոնի դորնական առաջին արշավանքից և 14 գերիներից հետո։ Դեյրոնի մահից հետո Բեյլորը ազատեց բոլոր դորնական գերիներին, այդ թվում նաև Կասելային, ով այդպես էլ երբեք չամուսնացավ ու ներշնչեց իրեն, թե Էյգոնը միայն իրեն է սիրում։ Բելեգերա Օթերիս կամ Բրավոսի Սև Մարգարիտը։ Ծովային այս կինը ամուսին ուներ Էսոսի յուրաքանչյուր նավահանգստում, համենայն դեպս այդպիսի լուրեր էին պտտվում։ Էյգոնը նրանցից մեկն էր, սակայն թագավորի ու նրա մեջ տեղի ունեցած 10 տարվա հարաբերություններից հետո լույս աշխարհ եկան 2 դուստր և 1 որդի՝ Բելենորա, Նարխա և Բալերիոն անուններով։ Լեդի Բարբա Բրակեն, 16 տարեկան հասակում այս աղջնակը բաժին հասավ թագավորին։ Բարբայի հայրը Էյգոնի թագադրումից հետո դառնում է թագավորի աջ ձեռք, իսկ Բարբան բացահայտ մնում է Էյգոնի սիրուհին։ Հենց Բարբա Բրակենը լույս աշխարհ բերեց մեծն բաստարդներից մեկին՝ Էյգոր Ռիվերսին, ավելի հայտնի որպես Վառող դանակ։ Լեդի Մելիսա Բլեքֆուտ, ասում են, որ Էյգոնը այս մեկին սիրել է ավելի շատ, քան մնացածին։ Մելիսան էլ լույս աշխարհ բերեց 3 բաստարդ, 2 դուստր՝ Միա և Գվենիս անուններով, և բոլորիս հայտնի մեծն բաստարդներից Բրինդեն Ռիվերսին, ավելի հայտնի որպես Արյունոտ ագրավ։ Լեդի Բեթանի Բրակեն, Բարբա Բրակենի կրտսեր քույրը, այս կինը ոչ մի բաստարդ չունեցավ թագավորից, ավելին նա մահվան դատապարտվեց, երբ բռնվեց թագավորական գվարդիայի ասպետներից մեկի հետ անկողնում։ Լեդի Ջեենա Լոդսթոն, նա Ֆալենա Սթոքֆորդի Էյգոնի առաջին սիրուհու դուստրն էր, լուրերով նաև հենց Էյգոնի դուստրը։ 14 տարեկան հասակում այս աղջնակը դարձավ թագավորի սիրուհին, սակայն շուտով հենց թագավորը վարակեց նրան սեռական հիվանդությամբ, որը ստացել էր քաղաքի պոռնիկներից, ու շուտով երիտասարդ աղջնակը մահացավ թագավորին բաստարդներ չպարգևելով։ Սերենեան Լիսից կամ հրաշագեղմ Սերենեա, այս գեղեցկագույն լիսուհին մահանալուց առաջ ծննդաբերեց Էյգոնի վերջին բաստարդին, դուստր Շիրա, ավելի հայտնի որպես ծովային աստղ։
Հետագայում մեծ ըմբաստարներից միանգամից երկուսը, վառող դանակն ու արյունոտ ագրավը սիրահարվեցին Շիրային։ Նրանց հակամարտությունն էլ իր հետքը թողեց պատմության վրա, դրա մասին սակայն հետո։ Էյգեն 4-րդ անարժան Տարգարյանի կառավարումը տևեց մինչև ԷԳՀ 184 թվականը, երբ լրացավ նրա 49-ամյակը։ Թագավորման վերջին տարիներին Էյգենն այնքան էր գիրացել, որ չէր կարողանում նորմալ քայլել, իսկ կյանքի վերջին շրջանում առհասարակ չէր կարողանում քայլել։ Ըստ լեգենդների սեռավարակով տառապող թագավորի տղամարդկային օրգանները սկսեցին փտել, ու այնինչ երջանկացնում էր Էյգենին դարձավ նրա անեծքը։ Սակայն սա դեռ չարիքի ավարտը չէր։ Մահանալուց մի փոքր առաջ Էյգեն 4-րդ անարժան Տարգարյանը նոր անակնկալ մատուցեց աշխարհին, իր վերջին հարվածն ու քաոսը ստեղծեց մեռնելուց առաջ։ Իր կտակում Էյգենը օրինականացրեց բացառապես բոլոր բաստարդներին ու 184 թվականին սատկեց իր անկողնում։ Այս որոշումը նոր արյունոտ շրջան բերեց Վեստերոսի վրա, իսկական արյուն և կրակ, որի կիզակետում հայտնվեց օրինական միակ ժառանգ Դեյրոն Տարգարյանն ու Բլեքֆայր տունը, դրա մասին ավելի ուշ։ Իսկ այսքանով ավարտվեց ամենատականք թագավորի կառավարումը։ Էյգեն 4-րդ անարժան Տարգարյանը պատմության մեջ ոչ մի դրական բան չթողեց, բացի իհարկե զավակներից, ում նկատմամբ իմ հարգանքը չի պակասում անկախ իրենց օրից։ Այսօրվա համար այսքանը, չմոռանաք լայքել վիդեոն ու բաժանորդագրվել ալիքին, ինչպես նաև միանալ Facebook-յան մեր էջին ու խմբին, հղումները նկարագրության մեջ։ Ձեզ հետ ատաներ, իսկ մենք հաստատ հանդիպելու ենք։